Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 25։ Երուսաղեմի հետ սիրտը առնելով խոսեցեք և կանչեցեք նրան, թե նրա տառապանքը վերջացել է, թե նրա անօրենությունը թաղվեցավ, որովհետև նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքիցը կրկնապատիկ հատուցում է ստացել։ Եսայի 40-րդ գլուխ 2-րդ խոսք։ Հրաժարվեք ձեր մեղքերից, մի տատանվեք, արձագանքեք Քրիստոսի կանչին, դարձի եկեք և դարձեք նոր արարածներ, և մենք ձեր դեմ դատապարտության, բարկության կամ մահվան ոչ մի խոսք չենք արտաբերի։ Ես այստեղ եմ կյանքի Տիրոջ անունով, ես հռչակում եմ ձեզ բոլոր նրանց, ովքեր այսօր լսում են ինձ, նույնիսկ ամենամեծ և ամենաահին մեղավորներին, որ դուք կարող եք գտնել ողորմություն և փրկություն, եթե միայն դարձի գաք։ Աստծո մեջ ողորմություն կա, Քրիստոսի բավարարվածության մեջ բավարարություն կա, խոստումը անվճար է, լիարժեք և համընդհանուր։ Դուք կարող եք կյանք ունենալ, եթե միայն կամենաք ետ դառնալ։ Բայց եթե սիրում եք ձեր հոգիները, լավ հիշեք, թե ինչ դարձի մասին է խոսում Սուրբ Գիրքը։ Խոսքը հին տունը նորոգելու մասին չէ, այլ ամեն ինչ քանդելու և նորը կառուցելու մասին, Քրիստոսի, ժայռի և ամուր հիմքի վրա։ Խոսքը մարմնավոր կյանքի ճանապարհին որևէ բան նորոգելու մասին չէ, այլ մարմինը ճնշելու և հոգու համաձայն ապրելու մասին է։ Խոսքը մարմնին և աշխարհին ծառայելու մասին չէ, միայն ավելի բարեփոխված ձևով, առանց սկանդալային և ամոթալի մեղքերի և մի տեսակ բարեպաշտությամբ։ Խոսքը քո Տիրոջը, քո գործերին և նպատակին փոխելու, հակառակ ուղղությամբ շրջվելու և ամեն ինչ անելու այնպիսի կյանքի համար, որը երբեք չես ճանաչել, և քո ամբողջ սրտով, էությունով և զորությունով Աստծուն նվիրվելու մասին է։ Սա այն փոփոխությունն է, որը դու պետք է կատարես, եթե ուզում ես իսկապես ապրել։